Ես Մաթիլդա Մանուկյանն եմ։ Դուք կարող եք զարմանալ այստեղ տեսնելով մի կնոջ, որի բիզնեսը Ստամբուլում լայնորեն համարվում էր անբարոյական, բայց ինչպես ասում են, մի դատեք, որ չդատվեք։ Ես սկսել եմ որպես պարզ դերձակուհի, հարուստների համար զգեստներ կարելով։ Բայց ամուսնուս մահից հետո ես հայտնվեցի կոտրված ժառանգության մեջ, անշարժ կույքի կույտ, որը պետք է ինչ-որ կերպ դրամայնացվեր։ Պատահաբար մի պարտապան ինձ հասարակած տոն տվեց, պարտքը մարելու համար, և ես, լինելով ոչ հիմար, որոշեցի, քանի որ այս բիզնեսը իդեպ լիովին օրինական է Թուրքիայում, ինչու ոչ։ Այսպիսով ես դարձա հասարակածների թագուհին, վաստակեցի $200 միլիոն և դարձա երկրի ամենամեծ հարկատուն։ Ասում են, որ նույնիսկ դրախտում ինձ համար դժվար կլինի Սուրբ Պետրոսին բացատրել, թե ինչ է նշանակում ակտիվների դիվերսիֆիկացիան։ Չնայած իմ կասկածելի համբավին, ես միշտ հիշում էի, որ հայ եմ։ Երբ կարող էի, գումարը նվիրաբերում էի իմ պատմական հայրենիքին օգնելու համար։ Նվիրաբերում էի հայկական հիվանդանոցներին, գրասենյակներ նվիրաբերում հիմնադրամներին և հովանավորում տաղանդավոր ուսանողների կրթությունը։ Ես նույնպես փորձեցի օգնել մեր եկեղեցուն, բայց գիտեք, նրանք շատ խիստ բարոյական սկզբունքներ ունեն և չգնահատեցին իմ նվիրվածությունը բարեգործությանը։ Եվ դա ամոթ էր, քանի որ իդեպ իմ հարկերը մեծապես աջակցում էին ամբողջ երկրի տնտեսությանը։ Ինչ վերաբերում է ներկայիս քաղաքականությանը, ես լիովին աջակցում եմ Հայաստանի կառավարությանը։ Ի վերջո, ես շատ պրագմատիկ կին եմ։ Կարող եմ միայն ուրախանալ, որ մենք ապրում ենք ազատ և բարգավաճ երկրում։